մշակույթի տունն է, մեջը շատ հետաքրքիր ֆոն ունի, ուղղակի վերանորոգման խնդիր ունի։ Եկեղեցին է 1870 թվին վերանորոգման աշխատանքներ ա եղել, բայց ինքը հին է, որպես շինություն ավելի հին է։ Մեղրիի շրջանի Շվանիձոր գյուղը ժամանակին ավելի մեծ տարածքներ է ընդգրկել։ Հին Շվանիձորի կամ Շիրվանաձորի տները բարձրադիր գոտիներում են կառուցված եղել։ Ջրի եւ հողի սակավության պատճառով 17-րդ դարից բնակիչները աստիճանաբար ցածրադիր հատվածներ են տեղափոխվել։ Գյուղում այսօր 255 մարդ է ապրում, իսկ 1 դար առաջ մոտ 1000 բնակիչ է ունեցել։ 1900-ականներից արդեն իջել են գետի ափը, ավելի հարթ տարածքներ եւ պաշտպանություն են այնտեղ հեշտ կազմակերպել, ասենք կռիվների ժամանակ։ Դրա համար ժայռային են ընտրել։ Շվանիձորը սահմանապահ գյուղ է, ունի դարավոր պատմություն, հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, կան 5 ճարտարապետական նախագծերով կառուցված երկհարկանի տներ։ Գյուղը 5 դպրոց ունի, որը կառուցվել է 1883 թվականին մեծանուն հայ գրող Ռաֆու աջակցությամբ։ Կրթօջախը կառուցվել է բարձունքի վրա, եղել է 7-ամյա, այնտեղ սովորել է մոտ 500 աշակերտ։ Հիմա այդ կառույցը կիսաքանդ վիճակում է։ Ռաֆու հովանավորությամբ է կառուցվել այդ դպրոցը եւ այն ժամանակներում մինչեւ 400 ու հերթերով առաջի, երկրորդ, երրորդ հերթերով ապահովել են երեխաների, այսպես ասեմ, ուսման հարցը։ Գյուղում 75 տնտեսություն կա, բոլորն էլ այգիներ ունեն եւ նրանց համար թիվ 1 խնդիրը ջրի սակավությունն է։ Այստեղ այդ թեման միշտ արդիական է, վիճակը վատթարանում է հատկապես ամռան եւ աշնան ամիսներին։ Ջուրն է, կռիվ դավայ է։ Հիմա կտրվել է, ժողովուրդը գրում են մեքենաները դքայզներն մեքենաներից են բերում, ասենք ուրիշ մեղրի բանից։ Արաքսի ջուրը ծառերը չորացնում է, մեջ սևացնում է, արաքսի ջուր սերնեստա չեն, կոմբինատի բանը, ենի տալիս է սևացնում է։ Ես ինչ աչք եմ բացել այդ խնդիրները ունենք առաջինը խմելու ջրի խնդիր, որը կենսական նշանակություն ունի եւ ամենակարևոր հարցն է։ Հովնանյան հիմնադրամը նախաձեռնությամբ է հանդես եկել կարգավորել խմելու ջրի հարցը, իսկ Մեղրի համայնքի ղեկավարը խոստացել է կանոնակարգել շահագործման սպասարկման ընթացիկ աշխատանքները։ Հորատման տարբերակով է Արաքսի ափին, արդեն պոմպերով մենք ջուրը կհասցնենք այստեղ Օկաջե, ինչից հետո կատարվի բախշիչ ցանցի, նաև ներքին ցանցը խոստացան, որպեսզի փոխեն, ինչը շատ ողջունելի է, քանի որ մեր ներքին ցանցն էլ շատ ահավոր վիճակում է գտնվում եւ կունենայինք հակառակ դեպքում ջրի մեծ կորուստ։ Ի տարբերություն հարևան բնակավայրերի Շվանիձորը միշտ բնակեցված է եղել հայերով, ժամանակին շատերն են գյուղից հեռացել, վերջին 50 տարվա ընթացքում բնակչության թիվը նվազել է 2-3 անգամ։ Քան ջայլա գանցելս մեծ գյուղեր է, դեպք մեծ Քան երեխաները շատ են, առաջ 2 են գնացել դպրոց։ Հիմա բարեբախտաբար արտագաղթը կանգ է առել, վարչական ղեկավարի պնդմամբ գյուղի ոչ մի բնակիչ արտագնա աշխատանքի չի մեկնում, կարողանում են իրենց հացը հայրենիքում վաստակել։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Մեղրի համայնք, գյուղ Շվանիձոր։